Մինչև 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունները պետք է օրինականացվեն անհատույց, այսինքն անվճար։ Նախորդ շաբաթ ազգային ժողովը ընդունեց օրենք, որով եւս 1 տարի ժամանակ տվեց այն մարդկանց, ովքեր չէին հասցրել գրանցել իրենց ինքնակամ շինությունները գրանցելու համար, որից հետո միայն քաղաքապետարանը կարող է օրինականացնել այն եւ մարդկանց տրամադրել վկայականներ։ Սա իհարկե պետք է արվեր, սրա մասին խոսք չկա, բայց ինչու եմ ես կարծում, որ այս մարդիկ, այս որոշում կայացնողները շատ մակերեսային են հասկանում իրադրությունը։ Նախ դուք հիշում եք, որ տարիներ առաջ, երբ պետությունը կադաստրային արժեքը մոտարկեց, հասցրեց շուկայականին, գույքահարկը բարձրացավ։ Սրա հաշվին բարձրացավ նաև ինքնակամ շինությունների օրինականացման վճարները։ Եվ թեպետ մարդկանց ժամանակ տրամադրվեց օրինականացման համար դիմել կադաստր, բայց շատերը չդիմեցին, եւ շատերն էլ ովքեր դիմել էին, չկարողացան վճարել այդ գումարները, որովհետեւ եթե նախկինում մարդիկ վճարում էին, ասենք 1-2 միլիոն դրամ իրենց սեփական տան օրինականացման համար, ապա հիմա այդ վճարը դարձել է կրկնակի եռակի ավելին, հասնելով 6, 7, 8 եւ ավել միլիոն դրամի։ Այս իմաստով ժողովուրդ ջան, ես շարունակում եմ 2023 թվականից պնդել, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավարտելու համար պետք է գործընթացը դարձնել անհատույց, անվճար, որպեսզի մարդիկ դիմեն եւ իրենց տները օրինականացվեն։ Սարի թաղ, 4-րդ գյուղ, շատ են այդպիսի թաղամասերը, որտեղ մարդիկ այդքան գումար չունեն վճարելու իրենց սեփական տունը օրինականացնելու համար, որը գուցե թե կառուցել են տասնյակ տարիներ առաջ։ Ուստի եթե կիսում եք, որ ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն անհատույց կերպով, ապա տարածեք այս տեսանյութը, գրեք ձեր կարծիքը, որովհետև ես համոզված եմ, որ ձեր կարծիքը լսելի դառնալու դեպքում այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում թե Երևանի քաղաքապետարանում, թե ազգային ժողովում, վերջապես կհասկանան, որ խնդիրը այդ ժամկետը չէ, այլ այն մեծ գումարը, որը սահմանվել է ինքնակամ կառույցները օրինականացնելու համար։